եթե դուք մատնանշում եք Արման Թաթոյանի նշածը, որ այդ կազմակերպությունը ինչ որ հաստատղթեր տվել ինչ որ մարդկանց, այդ կազմակերպությունը ինչն էր, ընդ որում ինչ որ խոսում են ինչ որ պրոպագանդիստների մասին, պրոպագանդիստներ չէ, Civilnet-ի fact check փաստերի ստուգման հարթակը եւ FIP փաստերի ստուգման հարթակը ֆիքսել են, որ ինքը ասել էր, որ Ադրբեջանի կառավարությունն է դա տալիս, ֆիքսել են, որ կառավարությունը չէ տալիս, այդ կազմակերպությունն էր տալիս, որի գործունեությանը մենք վերաբերում ենք շատ վատ, բայց ես հիմա չեմ կարող մեկնաբանել հասարակական կազմակերպության գործողությունները այդ թվում եւ առավելապես օգոստոսի 8-ից հետո, երբ որ հստակ կառավարությունները իրենց դիրքորոշումը հայտնել են, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օգոստոսի 8-ի հռչակագրի տակ սևով սպիտակին գրած է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի ման վրա չունեն եւ չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանցից։ Վրեժը մի կողմ են գնում են խաղաղության եւ այլն։ Դուք բացառում եք, որ ադրբեջանցիները գալու են, պարոն Ռուբինյան, որովհետեւ Չէ, որտեղ միտքը པարզ է։ Համեն միջը ես ձեզ ընդհատեմ։ Ես համարում եմ, որ ընդհանրապես մեր ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից, որովհետև մեր ընդդիմության խոսույթների մի ահռելի բաժին ձևավորվում է Ադրբեջանում։ Նկատի չունեմ, որ Ադրբեջան գրում տալիս են իրանց։ Նկատի ունեմ, որ Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն, մեր ընդդիմությունը ասելիք չի ունենա ընդհանրապես եւ պատահական չէ իրենց ցնծությունը վերջին հայտարարությունից։ Ընդ որում միայն Ադրբեջանից չէ, այտենց այլ երկրների ԱԳՆ խոսնակներից էլ օրինակ իրենց խոսույթը ուղիղ կախման մեջ է։ Հա, բայց ես առաջարկում եմ Կիկոսի մահով չառաջնորդվել, կրկնում եմ, եկեք առաջնորդվենք նրանով, ինչ գրված է եւ ստորագրված է։ Գրված է եւ ստորագրված է, խաղաղություն է, գրված է, ստորագրված է, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը աներկբայորեն, գրած է եւ ստորագրված է, որ ապագայում նույնպես տարածքային պահանջներ միմյանց չեն ունենալու եւ այն մնացած հարցերը ուղղակի մանիպուլյացիայի ժանրից է։ Բացառում եք, որ ադրբեջանցիները խախտել Ադրբեջանը։ Քան պայմանագիր հաստատու խոստում խախտել Ադրբեջանը։ Դե ախր ձեր հարցը ես հասկանում եմ, բայց ինքը ձեր հարցը հասկանում եմ, բայց միևնույն ժամանակ մի քիչ նիհիլիստական է ձեր հարցը, որովհետեւ եթե ձեր տրամաբանության գնանք հասնենք նրան, որ կյանքում ոչինչ հստակ չէ եւ հետեւաբար ինչ անել։ Ես էլ ասում եմ ձեզ ասում եմ, որ ճիշտ եք ասում եւ ծայրահեղ լավատեսություն պետք չի ցուցաբերել միայն ստորագրված փաստաթղթերի հիման վրա, բայց օրինակ լավատեսություն, երբ որ օրինակ Ադրբեջանի տարածքով երկաթուղով ապրանք է գալիս, դա մեկ քար ավելացնում է լավատեսության վրա։ Երբ որ Ղազախստանից է գալիս, երբ որ Ռուսաստանից է գալիս, եւս մեկ քար է ավելացնում այդ լավատեսության վրա, եւ մենք պետք է գնանք ոչ թե հետեւյալ տրամաբանության, որ դե ոչ մեկին չի կարող վստահել, պատրաստվենք կամ սպասենք վատագույնին, այլ հետեւյալ տրամաբանության։ Մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հաստատված խաղաղությունը դառնա ել ավելի ամրապնդված, որ դառնա կայուն, որ դառնա երկարաժամկետ, որ դառնա անշրջելի։ Իսկ դրանք անում են այն նմանատիպ քայլերով։ Պարոն Ռուբինյան, եւ վերջին հարցը։ Այս մի անգամն է ու հույս ունեմ նաեւ նախագծի մասին հարց տալ։ Այս մի անգամն է գալու այդ բեռները, թե բարբերաբար են գալու, թե ոչ, ունեք երկու հարցը մի անգամ ստեմ պատասխանեք, եթե կարելի է։ Ադրբեջանից անուղղակի պատասխան եղավ, որ չեն մասնակցի նախագահի մակարդակով Երևանում տեղի ունենալիք եվրոպական գագաթնաժողովին, արդյոք Թուրքիայից կան ինչ-որ պատասխաններ, թե ոչ։ Ադրբեջանից իմաստ չկա մեկնաբանել, որտեղ պաշտոնական հայտարարություն հաստատապես արված չի եղել, Թուրքիայից էլ մինչ այժմ արձագանք չկա, բայց կարծում եմ նորմալ է, որ արձագանք չկա, որովհետև միջոցառումը ամեն դեպքում ամիսներ անց է լինելու եւ հիմնականում պետությունների ղեկավարները ամսաթվին ավելի մոտ են որոշում գնալ կամ չգնալ եւ այլն, ծորենի առումով երևի ճիշտ կանեք էկոնոմիկայի նախարարության հարցն է։ Եվ հասել է արդեն Հայաստան, թե ոչ։ Կարծեմ ոչ, բայց ճանապարհին է։